Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված արարողություն Հռոմի Հայոց ցեղասպանություն այգում։ Ի հիշատակ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի 2025 թվականի ապրիլի 29-ին Հռոմի Հայոց ցեղասպանություն այգում տեղի ունեցավ մարդկության թեմ առաջին ոչռագործության անմեղ զոհերի ոգեկոչման արարողություն նախաձեռնությամբ Հռոմի հայամայնքի խորհրդի և համագործակցությամբ Հռոմի քաղաքապետարանի, Իտալիայում և Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունների։ Ավգուստո Լորենցի հրապարակի հարակից այգին Հռոմի քաղաքապետարանի կողմից 15 տարի առաջ անվանակոչվել է Հայոց ցեղասպանության այգի։ Հայ համայնքի խորհրդի ջանքերով տարբեր անգամներ համախմբվել է Իտալիայի մայրաքաղաքի քաղաքական և քաղաքացիական հասարակությունը, հարգագի տուրք է մատուցել Հայոց մեծ եղեռնի նահատակներին։ Օրհնություն և պարկ հոր և որդվո և հոգվույն Սրբո Միջոցառումը մեկնարկեց ժամը 19:15-ին Իտալիայի և Հայաստանի օրհներգներով, որին հաջորդեց հայ կաթողիկե և հայ առաքելական եկեղեցու հոգևորականների հոգեհանգստյան աղոթքը և Հռոմի հայ համայնքի ներկայացուցչի բացման խոսքը։ Ապա ելույթներով հանդես եկան Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Վլադիմիր Կարապետյանը, Հռոմի քաղաքապետի ներկայացուցիչ Ֆեդերիկո Ռոկկան, Իտալիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ներկայացուցիչ պատգամավոր Անդրեա Կազուն, նախկին Եվրախորհրդարանական Մասիմո Կաստալդոն։ Բանախոսների կողմից մասնավորապես շեշտվեց պատմական հիշողության կարևորությունը, մարդկության դեմ գործած ոճիրները կանխելու նպատակով, հիշատակելով Ֆրանցիսկոս Պապի խոսքերը Սուրբ Պետրոս տաճարում 10 տարի առաջ, ով խոսելով Հայոց ցեղասպանության մասին ասել էր, որտեղ հիշողություն չկա, դա նշանակում է, որ չարը դեռևս բաց է պահում վերքը, չարիքը թաքցնելով կամ ժխտելը նման է վերքը շարունակաբար արյունահոս թողնելուն, առանց այն բուժելու։ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի ավելի քան 120,000 հայերի ամիսներ տևած պաշարումը և դրան հաջորդած հայերի էթնիկ զտումը հազարամյակներ շարունակ բնակեցված իրենց մայրենի հողից, ինչպես նաև Արցախի առաջնորդների և այլ ռազմագերիների դեռևս բանտերում գտնվելը։ Արդար խաղաղության կարևորությունը, որ տվյալ դեպքում նշանակում է արցախահայության վերադարձ ստիպողաբար լքած սեփական հայրենիք։ Դատապարտվեց հայ եկեղեցու և նրա կրոնական ու մշակութային ժառանգության դեմ պատմական խեղաթյուրման փորձերը և հազարամյա հայկական եկեղեցիների ու հուշարձանների ոչնչացումը և ապականումը, ջնջելու համար հայ քրիստոնեությանը վերաբերող ամեն հետք։ Խոսվեց լռության և անտարբերության վտանգների մասին, շահերն ու հարմարավետությունը ի վնաս այնպիսի արժեքների, ինչպիսիք են ազատությունը, հավասարությունը, եղբայրությունը նախընտրելու մասին։ Երախտագիտություն հայտնվեց բոլոր այն երկրներին և մասնավորապես Իտալիային և մայրաքաղաք Հռոմին։ Ոգեկոչման արարողությանը ներկա էր նաև Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպան Բորիս Սահակյանը։ Միջոցառմանը մասնակցեցին նաև Քահանապետական Լևոնյան հայ վարժարանի մեծավոր, Գերարգերի հայր Խաչիկ ծայրագույն վարդապետ Գյուեմջյանը վարժարանի սաների հետ միասին, Տեր Բսակ Աբեղա Թեփիրջյանը և Տեր Աթանաս Աբեղա Մանվել Սարգսյանը, իտալացի խորհրդարանականներ, Իտալիայում և Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանությունների անձնակազմերը, հայ համայնքի ներկայացուցիչներ և իտալացիներ։ Արարողությունն ավարտվեց Հայոց ցեղասպանության նահատակ Գերանելի Իգնատիոս Մալոյանին նվիրված շարականով ու այգու Հայոց ցեղասպանության հուշատախտակի տակ ծաղկեպսակների զետեղումով և հայ զոհերի հիշատակին նվիրված մեկ րոպե լռությամբ։